Ինչպես են աշխատում կրիպտոշուկայի ցիկլերը։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ ես եմ Միքայելյան Ավետիքը, Manifest միջազգային կրիպտո դպրոցի էքսպերտ։ Եթե որոշակի ժամանակ հետևում եք կրիպտո աշխարհին, վստահաբար նկատած կլինեք, որ շուկան առաջ չի շարժվում ուղիղ գծով։ Կան ժամանակներ, երբ նոր ներդրողներ են հայտնվում եւ կրիպտոարժույթների արժեքը սկսում է բարձրանալ։ Մարդիկ ոգևորվում են եւ սկսում են գնել կրիպտոարժույթները։ Բայց նաեւ կան ժամանակներ, երբ հետաքրքրությունը մարում է, արժեքները նվազում են եւ մարդկանց մոտ խուճապ է առաջանում։ Սակայն իրականում սա բնականon ընթացք է։ Կրիպտոշուկան աշխատում է ցիկլերով։ Եկեք այսօր միասին հասկանանք, թե ինչից է կազմված կրիպտոարժույթի ցիկլերը եւ ինչու համար է կարեւոր հասկանալ դրա ընթացքը բնականon։ Ինչ է շուկայական ցիկլը։ Շուկայական ցիկլը շուկայի բնական շարժման կրկնվող փուլերի հաջորդականությունն է։ Պարզ ասած, շուկան չի աճում հավերժ, բայց նաեւ չի ընկնում հավերժ։ Աճին հաջորդում է անկումը, իսկ անկմանը աճը, եւ սա ոչ միայն կրիպտոարժույթներում, այլ նաեւ այլ բնագավառներում, օրինակ, անշարժ գույքում, բաժնետոմսերում, ոսկու բնագավառում։ Պետք է կարևորը հասկանալ, ինչու են առաջանում ցիկլերը։ Շուկան միայն թվերը չեն։ Շուկան աճում է երբ որ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ, իրենց սպասումների, իրենց վերլուծությունների եւ իրենց գարանների վրա։ Այդ ժամանակ կրիպտոարժույթները եւ անգամ մնացած բնագավառները գրանցում են աճ, իսկ երբ մարդիկ կասկածում են կամ հաշվի են նստում մի շարք հանգամանքների հետ, շուկայում նկատվում է անկում։ Առաջին փուլը դա կուտակումն է։ Ցիկլը սկսում է կուտակման փուլից, երբ մարդիկ դեռ հետաքրքրված չեն կամ դեռևս կասկածամտորեն են վերաբերվում, զգուշավորություն են ցույց տալիս, իսկ արդեն պրոֆեսիոնալները կամ այսպես փորձառու ներդրողները օգտագործում են այս հատվածը ել ավելի մեծ առաջադիմություն եւ արդյունքներ գրանցելու համար։ Արտակուստ կարող է թվալ, որ այս ցիկլը ոչինչ չի որոշում, բայց հենց այս этаպում որոշվում է մյուս մեծ աճի հիմքը։ Երկրորդ փուլը դա աճի этаպն է, երբ սկսում են մարդիկ գնել կրիպտոարժույթներ, սոցիալական ցանցերում սկսում են տեղադրվել համապատասխան նյութեր եւ մեծ աժոտաժ է սկսվում կապված աճի հետ։ Լրատվամիջոցներն են գրում բիթքոյնի, կրիպտոարժույթների մասին, իսկ գները սկսում են միայն բարձրանալ։ Անկամ նրանք, ովքեր որ առաջին ցիկլում հետաքրքրվածություն ցույց չեն տվել, սկսում են հետաքրքրվել եւ ձեռք բերել կրիպտոարժույթներ։ Այս փուլը հաճախ անվանվում է bull market, որը նշանակում է ցուլային շուկա։ Եվ հարց է առաջանում, ինչու այդպես, որովհետև փաստացի ցուլը հարձակվում է ներքևից վերև, եւ այս этаպում էլ մենք տեսնում ենք, որ հետաքրքրությունը ներքևից վերև է բարձանում, բայց անգամ այս պարագայում bull market-ը, նույն ինքը ցուլային շուկան, չի ենթադրում իրենից, որ պետք է գնել ամեն ինչ եւ որքան հնարավոր է մեծ քանակով, այլ հակառակը, ինչպես խելացի եւ ոլորտի պրոֆեսիոնալներն են կատարում, օգտագործել պահը եւ ճիշտ վերլուծություններ կատարել եւ գնել այն, ինչը որ նպատակահարմար է։ Ժողովուրդ ջան, երրորդ փուլը դա էյֆորիան է։ Եվ աճից հետո մենք գալիս ենք էյֆորիայի этаպին, երբ բոլորը սկսել են այսպես հետաքրքրվել, ձեռք բերել, անգամ նրանք, ովքեր ոչ ունեն բազային գիտելիքներ, առաջանում է այսպես անտարամաբանական լավատեսություն։ Սոցիալական ցանցերում հայտնվում են պատմություններ, ոմանք fake, ոմանք իրական, որոնք որ պատմում են գործարանների մասին, ովքեր մի քանի հաշված րոպեների ընթացքում մեծ գումարներ են վաստակել, եւ մարդիկ սկսում են ել ավելի մեծ ագահությամբ ձեռք բերել ակտիվները։ Կարճ ասած, գնում են ակտիվներ, որովհետեւ ուղակի տեսնում են, որ ակտիվները աճում են։ Շատ նորեկներ մուտք են գործում շուկա հենց այս этаպում, բայց սա ամենավտանգավոր этаպն է, որովհետեւ պետք է բավականին խելամտորեն վերաբերվել, որովհետեւ այն պարագայում, երբ մարդիկ մտածում են, որ ակտիվները աճում են եւ ձեռք են բերում, այդ ժամանակ շուկան նախապատրաստում է փոխել իր ուղղությունը։ Չորրորդ փուլը դա անկումն է։ Էյֆորիայի փուլին ժողովուրդ ջան հիմնականում հետևում է անկման փուլը, որը իրենից ենթադրում է, որ փոխվում են տրամադրությունները։ Մարդիկ սկսում են վաճառել իրենց ակտիվները եւ նույն սոցիալական հարթակներում եւ լրատվամիջոցներում տարածվում է այդ տրամադրվածությունը։ Եվ գները ակտիվների սկսում են այսպես իջնել։ Եվ մարդիկ սկսում են միահամուռ կերպով վաճառել այն ակտիվները, որոնք որ ձեռք էին բերել, երբ որ էյֆորիայի կամ այսպես կուտակման ցիկլերի մեջ էր գտնվում։ Ինչու bear market, որովհետև արջը հարձակվում է վերևից ներքև եւ նույն կերպով այս ցիկլում, երբ ակտիվները դադարում են աճ գրանցել եւ հակառակը նաեւ սկսում են նվազում գրանցել, հետեւաբար անվանումը ստացել է արջային ցիկլ։ Բայց այս ժամանակ, եթե նորեկները սկսում են վաճառել, որովհետեւ գնում են այն տրամաբանությամբ կամ այն տրամադրվածությամբ, որը կա շուկայում,
Խելացի ներդրողները եւ կրիպտոարժույթի փորձագետները օգտագործում են այս պահը ել ավելի մեծ հաջողություններ գրանցելու։ Քանի որ հենց այս ժամանակահատվածում հնարավորություն կա ակտիվները ձեռք բերել մաքսիմալ հարմար գներով։ Իսկ ամենատարածված սխալը ո՞րն է։ Ամենատարածված սխալները կիրառում են նորեկները։ Իրենք ինչ են անում։ Ձեռք են բերում այն կրիպտոարժույթները կամ այն ակտիվները, երբ դրանք թանկ արժեն, եւ սկսում են վաճառել, երբ սկսում է արչային ցիկլը։ Կարճ ասած, գնում են թանկ, իսկ վաճառում են էժան։ Եթե դուք հասկանում եք, որ շուկան շարժվում է փուլերով, ապա ժամանակավոր անկումները ձեր էմոցիոնալ համակարգի վրա չեն ազդի։ Դուք գիտեք, որ ցանկացած աճից հետո կարելի է սպասել անկմանը, իսկ անկմանը կարող է հաջորդել ուղումը։ Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի քիչ որոշումներ կայացնել էմոցիաների ազդեցության տակ։ Եվ եթե այս տեսանյութից ընդամենը մեկ միտք կարող եք դուք ֆիքսել, հիշեք, որ կրիպտո շուկան շարժվում է ցիկլերով։ Աճերը, անկումները, ուղումները, դրանք բնական երևույթներ են։ Ոլորտի պրոֆեսիոնալները եւ խելացի սպեցիալիստները օգտագործում են եւ անկումը, եւ աճը, եւ ուղումը ըստ իրենց ռազմավարության, որպեսզի գրանցեն ստաբիլ արդյունք։ Նրանք սովորում են հասկանալ շուկայի տրամաբանությունը, կառավարել ցիկլերը եւ հասկանալ իրենց հաջորդ քայլը։ Որպես եզրափակում ասեմ ձեզ, կրիպտո շուկայի ցիկլերը հասկանալը կարևոր է ցանկացած ներդրողի համար։ Դա մեզ հնարավորություն է տալիս ավելի սառնասրտորեն գնահատել իրավիճակը, կարողանալ հասկանալ հետագա քայլը եւ պատրաստ լինել շուկայի ցանկացած փոփոխությանը։ Եթե տեսանյութը հետաքրքիր էր եւ օգտակար էր, մեկնաբանություններում գրեք, արդյոք դուք տեղյակ եք bull market կամ bear market տերմինների մասին։ Եվ նաև չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան հարթակին, որովհետև մենք հրապարակում ենք կրիպտոարժույթի վերաբերյալ նյութերը պարզ, մատչելի եւ հասկանալի լեզվով։ Կհանդիպենք մյուս տեսանյութին։